Բարև ձեզ, օրվա կարևորագույն լրահոսը Լայվ Նյուզի տաղավարից կներկայացնի Լիլիթ Թանդիլյանը եւ մինչ անցնել է հիմնական լրահոսին տեղեկատվությանը ծանոթացեք նախ համառոտ։ Վեցանիվ առաջամարտիկն եմ եղել, երբ քշում էի աշխատանքի էի գնում ու վերադառնում էի, բոլոր ընկերներս զարմանում են, ոնց կարող ես Երևանի պայմաններում քշես։ Մինչև սեպտեմբերի կեսերը Երևան քաղաքում տեղադրված կլինի արդեն 17 կանգառներ, բայց դա ամենը չէ, այս ամենը տեղի ունենում Երևանյան ամառ 2013 մշակութային ծրագրի շրջանակում։ Հեծանվային տոն Երևանում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրվել են հեծանվային կանգառներ։ Երևանի քաղաքապետարանը եւ City Promotion ընկերությունը հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ անհատների հետ համագործակցելով նախաձեռնել են խթանել մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթը։ Նախաձեռնությունը ներառում է նաեւ հեծանվուղիների մշակում։ Համագործակցության շնորհիվ Երևանյան ամառ ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը արդեն գործում են։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում 3 պրոֆեսիոնալ եւ սիրողական հեծանվորդների մասնակցությամբ անցկացվել է միջոցառում։ Մեր օրերում հեծանվով երթևեկելն այնքան էլ ընդունված չէ, մարդիկ գերադասում են ավելի շատ մեքենա վարել, քան հեծանվով երթևեկել։ Սակայն երիտասարդներից շատերը դեռևս պահպանել են մանկության տարիներին իրենց սիրելի երկանիվից օգտվելու սովորությունը։ Ավելին, նրանցից ոմանք հեծանիվն օգտագործում են ոչ միայն լիցքաթափվելու նպատակով, այլև որպես փոխադրամիջոց։ Վեցանիվ առաջամարտիկն եմ եղել, երբ քշում էի աշխատանքի էի գնում ու վերադառնում էի, բոլոր ընկերներս զարմանում են, ոնց կարող ես Երևանի պայմաններում քշես։ Բայց ճիշտ է, ռիսկ կար, բայց փորձում էի գոնե առաջինը լինել, որ մարդիկ ոգևորվեն, որտեղ գիտեք, հեծանվա սպորտը եւ էկոլոգիապես մաքուր է եւ առողջապես մարդիկ առողջ կարող են լինել, ծախսերից կրճատում է։ Յուրաքանչյուր հեծանվորդ կհաստատի, որ նստելով հեծանվի ղեկին ինքը իրան ազատ ազգում ու նա հասցնում է վայելել ոչ միայն այդ ազատությունը, այլ նաև իրեն առողջ զգալ։ Եվ բնականաբար դա ավելի հաճելի է, քան թե պարզապես ավտոմեքենա քշելը։ Հեծանվային մշակույթը մայրաքաղաքում զարգացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի եւ City Promotion ընկերության համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքում տեղադրվել են հեծանվային կանգառներ։ Կանգառների տեղադրումն ուրախացրել է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև սիրողական դասի հեծանվորդներին, ովքեր մայրաքաղաքի 4 կետերից տարբեր ուղղություններով արշավեցին Շահումյանի անվան հրապարակ։ Այսօր Երևան քաղաքում 4 հեծանվային կանգառ տեղադրվեց, որտեղ կարող են հեծանվորդները իրենց հեծանիվները ապահով կայանել եւ հետո որոշակի ժամանակ անց էլի գալ վերցնել իրենց հեծանիվները եւ շարունակել իրենց ճանապարհը։ Հեծանվորդների խմբերն արհեստավարժ եւ սիրողական դասի հեծանվորդների մասնակցությամբ ներկայացրեցին հեծանվային հնարքների ու անսովոր, երբեմն անգամ բարդ լուծումներով ցուցադրություններ։ Հեծանվային կանգառների առկայությունն արդեն իսկ ոգևորիչ է, ասում են երիտասարդներն ու հորդորում օգտվել դրանցից։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ խոստանում է, հեծանվային կանգառների թիվն առաջիկայում կավելանա։ Մինչև սեպտեմբերի կեսերը Երևան քաղաքում տեղադրված կլինի արդեն 17 կանգառներ, բայց դա ամենը չէ, այս ամենը տեղի ունենում Երևանյան ամառ 2013 մշակութային ծրագրի շրջանակում, սակայն հեծանվային սպորտի զարգացումը մեզ համար դարձել է հայեցակարգային խնդիր Երևանի քաղաքապետարանի համար, եւ մենք ամեն ինչ անելու ենք շահագրգիռ կազմակերպությունների հետ, հասարակական կազմակերպությունների հետ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հեծանվային մշակույթը զարգանա։ Հեծանվային տոնի վերջում հեծանվորդները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների եւ պրոֆեսիոնալ հեծանվորդների ուղեկցությամբ Վազգեն Սարգսյան փողոցից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մարտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։ Այեր Պիրապյան, Հայկ Չիլինգարյան, Լայվ Նյուզ։ Այսքանը Լայվ Նյուզի տաղավարում ձեզ համար աշխատում էր Լիլիթ Թանդիլյանը։ Հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում, ցտեսություն։